Սայքերուսանկերության ուղիղ եթերում ազդարար լրատվականն է, բարև ձեզ, կարևորի մասին նախ համառոտ։ Սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մարզի գյուղական համայնքների մեծ մասում կրկնառաջադրումներ են առկա։ Գործող համայնքապետերն ասում են, ավարտին հասցնելու շատ գործեր դեռ կան։ Անվճար հիմունքով հատկացվող վահանակները Գյումրիում թեկնածուներին չեն գրավում, դրանք եւ փոքր են եւ տեղադրված են աննկատ վայրերում։ Գյումրին կեսօրից հետո մինչ իր ինքնապա գտնվել է լարվածության մեջ, հնչած ականի տեղադրման մասին ահազանգը սակայն կեղծ է եղել։ Թորոս գյուղում տեղի է ունեցել մշակույթի տան բացման արարողությունը, որին թորոսցիներից բացի մասնակցել են նաև տարբեր կառույցների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվիրակություն ժամանած Ռուսաստանի Դաշնությունից։ Օգոստոսի 21-ին ժամը 13:30-ի հատվածում Սայքերուսանկերության ազդարար լրատվականն ահազանգ էր ստացել Գյումրու Ռիշկովի ճեմափողոցում գտնվող Դելմար կոչվող սրճարանի տարածքում ական տեղադրված լինելու մասին։ Ժամը 17-ին օպերատիվ խումբն ու սակրավորներն ավարտել են աշխատանք, տարածքից ոչինչ չի հայտնաբերվել։ Առավոտյան ժամը 12:00-ի սահմաններում մարտակարգ իրավիճակ էր ստեղծվել Գյումրու Ռիշկովի ճեմափողոցում։ Շրջափակվել էր փողոցն ու տարհանվել ինչպես հիշյալ տարածքի բազմաբնակարան շենքերի բնակիչներն, այնպես էլ նույն տարածքում գտնվող տարբեր սպասարկման օբյեկտների ու կազմակերպությունների աշխատակիցները։ Ըստ շրջանառվող լուրերի ական էր տեղադրվել Դելմար կինոփարի նկուղում։ Ըստ կինոփարի աշխատակիցների արտարոց դեպք առավոտյան տեղի չէր ունեցել։ Դելմարում եմ աշխատում, բայց խնդրում եմ չնկարահանեք։ Ասում են, բայց բրեդ է դա։ Չեմ հավատա ես։ Դուք եք պես լսել այդ մասին։ Նոր ասա։ Իմացանք, որ ինչ-որ բոմբ կա դրած, թե չէ նենց մենք ես չգիտեմ ու չեմ էլ հավատում, որ նման բան կա։ Ինչ-որ շենքի տակ ասում են բոմբ են դրել, ինչ են արել։ Այդ կարելի է, բայց եթե մեկը մեկի հետ որևէ բան ունի պարզելու, ամբողջ շենքի բնակչությանը հնարավոր է դուրս հանել։ Пока ձերկոմը вообще народ չարծի չուզեմ։ Ասեն ինչ-որ ներքևի բաժեզը, այդ բարի նշնահարգը բոմբ է դրած։ Այդ կանեմ իմացե, ես էլ տնից դուրս եմ եկել։ Ահազանգ է ստացել, մեզ կարգադրել են, մենք հեռացնում ենք ժողովրդին դերից։ Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել սակրավորները, Շիրակի մարզի փրկարարական վարչությունը, Հրշեջ փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև Գյումրի բուժօգնության կայանի աշխատակիցներն ու ոստիկանության ներկայացուցիչները։ Տարածքն ամբողջությամբ հոսանքազրկվել եւ կազազրկվել էր հնարավոր վատ իրավիճակից զերծ մնալու համար։ Հրավիրեցի ես նաև 2 շերտ փրկարարական ջոկատներ, որոնք որ աչերձախ կողմերից ուրեմն նաև պատրաստի վիճակում էին եւ բացի դա շնորհակալ եմ ոստիկանությանը, մանրակրկիտ ուրեմն բնակչությանը հատիկ առ հատիկ բոլորին իրենց տներից մեր օգնությամբ ուրեմն տարաունեցի։ Օպերատիվ քննչական խմբի կողմից մոտ 6 ժամ տևած աշխատանքի արդյունքում պարզվել է, որ տարածքում ոչ մի ական էլ չկա։ Ահազանգը կեղծ է։ Նման ահազանգերի դեպքում համապատասխան կառույցի ներկայացուցիչները օպերատիվ կերպով արագ արձագանքելու պարտավորություն ունեն, որպեսզի կարողանան առանց խոճապի տարհանել բնակչությանը։ Այս պայմանությամբ արդեն ապահով է։ Հերթապահությունը ոստիկանությունը շատ հավանական է կսահմանի, մենք հերթապահություն սահմանելու ոչինչ չունենք, իսկ ոստիկանությունը շատ հավանական է կսահմանի, ինքը իրաց աշխատանքները շատ լավ պատկերացնում են, գիտեն եւ կկատարեն։ Ուժային կառույցների հետ համատեղ շենքը ընդհանուր ստուգվել է, ոչ մի պայթուցիկ նյութեր, ոչ մի այլ իրեր չի հայտնաբերվել, աստորեն ահազանգ ա եղել, դա կարող եմ ասել ուրիշ ոչ մի բան։ Տարածքը կշարունակվի գտնվել ոստիկանության հատուկ հսկողության տակ կնշանակվի հեշտապահություն հնարավոր վտանգից խուսափելու համար, իսկ զանգի հեղինակը անպատիժ չի մնա, ոստիկանության կողմից կձեռնարկվեն օպերատիվ միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի առնչությամբ Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Էլիսա Ֆրանգուլյան, Արթուր Մաշկարյան, ազդարար։ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո ինքնասպանության փորձ նրա դստեր 16-ամյա Դիանա Սիրունյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր բացասական դինամիկայով։ Այս մասին Նյուզկետեմի թղթակցի հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարփինյանը։ Նա տեղեկացրել է, որ աղջկան չեն վիրահատել եւ նա արյան կարիք չունի, արյուն չի հավաքվում։ Ինչ վերաբերում է աղջկան արտասահման տեղափոխելուն, ապա նրան առայժմ չեն կարող տեղաշարժել։
Երևանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ի գիշերը վթարի ենթարկվելու հետևանքով թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատվելուց հետո Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն, ապա Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն տեղափոխված հաղորդավար շոումեն Մարկ Սաղաթելյանը օրերս տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը տեղափոխվել է Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն։ Այս մասին Newsgate-ի հետ թղթակցի զրույցում հայտնել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը։ Էրեբունի բժշկական կենտրոնից Newsgate-ին հայտնել են, որ Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մարկ Սաղաթելյանը հիվանդանոցում կմնա մինչև սեպտեմբերի 3-ից։ Ինչ վերաբերում է Գրիգոր Նազարյանի առողջական վիճակին, ապա Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնից հայտնել են, թե մի քանի օր է ինչ նա իրենց կենտրոնում է, բուժումը նշանակվել է եւ այն նոր է սկսվել։ Ընդհանուր առմամբ բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար։ Կազմվել եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն է ուղարկվել Հարսնակար ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով ներգրավված 6 մեղադրյալի մասով մեղադրական եզրակացությունը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացության հաստատումից հետո գործը կուղարկվի դատարան։ Ինչպես Փաստինֆո գործակալությանը հայտնել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի եւ մյուս տուժողների ներկայացուցիչների միջնորդությունների մի մասը քննչական խումբը մերժել է, իսկ մյուս մասն առնչվում է գործի անջատված մասին, ուստի դրանք իրականացվեն անջատված մասի քննության ժամանակ։ Հիշեցնենք, որ բռնարարքի հնարավոր այլ մասնակիցներին հայտնաբերելու համար գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է։ Ըստ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավի ընթացքում հավասարաչափ քարոզարշավ իրականացնելու նպատակով 10,000 եւ ավել ընտրող ունեցող համայնքներում քաղաքապետի եւ ավագանու անդամության թեկնածուներին անվճար հիմունքներով տրամադրվելու են շինություններ ու դահլիճներ։ Դրանք հատկացնելու է համայնքի ղեկավարը։ Անվճար հիմունքներով տրամադրվելու են նաեւ գովազդային վահանակներ։ Ընտրական օրենսգրքով նախատեսված է անել ամեն ինչ հնարավորինս հավասարաչափ կազմակերպելու նախընտրական եւ հատկապես քարոզչական աշխատանքները։ Նախատեսվածի համաձայն քաղաքապետի եւ ավագանու անդամների առաջադրված թեկնածուներին անվճար կերպով կտրամադրվեն դահլիճներ։ Շիրակի մարզում կանոնակարգը կգործի Արթիկում եւ Գյումրիում։ Համայնքների ղեկավարների կողմից ընդունվել են որոշումներ, ուրեմն քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին։ Դա համայնքներում որոշակի տեղեր են առանձնացված, թեկնածուները կարող են օգտվել այդ տարածքներից։ Փորձեցինք այս մասին տեղեկատվություն ստանալ Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժնից, սակայն Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ։ Այնուամենայնիվ նա նշեց, որ այստեղ դրանց թիվը 9 է, ինչպես եւ համապետական ընտրությունների ժամանակ։ Ամեն ինչ նույնն է մնացել, նույնիսկ անվճար հիմունքներով տրամադրված գովազդային վահանակների թիվը։ Դրանք 3-ը կամ տեղադրված են այնպիսի աննկատ վայրերում, որ հազիվ թե որևէ թեկնածու ցանկանա օգտվել դրանցից։ Պաշտոնյայի տեղեկացմամբ քարոզչական նպատակներով դրանք օգտագործելու համար դեռ ոչ ոք չի դիմել։ Իրենց գովազդելու նպատակով թեկնածուները նախընտրում են Երևալ առավել մեծ ու վճարովի վահանակներում, ասում է քաղաքապետարանի ներկայացուցիչը բանավոր Շիրակի մարզպետարանի աշխատակիցը հարցազրույցի տարբերակով։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար այդպիսի չափ չի նախատեսված։ Մինչև 5 քառակուսի մետր տարածք էր առանձնացվում, ասենք ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կար, բայց հիմա չկա։ Գյումրու քաղաքապետի պաշտոնի եւ ավագանու անդամության 21 տեղերի համար պայքարող թեկնածուները ընտրողների հետ հանդիպումներ կարող են անցկացնել ոչ միայն տրամադրված անվճար դահլիճներում, այլև ցանկացած վայրում, քանի որ օրենքը դա չի արգելում։ Որոշակի չափորոշիչներ հաշվի առնելով եւ որևէ օրինախախտում թույլ չտալով։ Նշենք, որ հավասարաչափ քարոզարշավ իրականացնելու համար տրամադրվող տարածքների մասին որոշումները կայացնում են համայնքի ղեկավարները, սակայն տվյալ գործառույթները կյանքի են կոչվում միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո։ Նախորդ համապետական ընտրությունների ժամանակ տվյալ գործընթացի վերահսկողությունն իրականացրել է մարզային իշխանությունը։ Այս ընտրություններում վերջինիս լիազորվել է միայն համակարգողի դեր։ Մարզպետարանը համակարգում է ընտրությունների ընթացքը, հետևում ենք ընթացքին եւ փորձում ենք ամեն ինչ, ասենք, որպեսզի ամեն ինչ կազմակերպվի ընդրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Նշենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ անվճար հիմունքներով քարոզարշավի համար նախատեսված տարածքներից օգտվելու հարցում միմյանց դեմ պայքարող ներն ու մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածուներն աչքի չեն ընկել ակտիվությամբ։ Նույն իրավիճակն է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։
Սեպտեմբերի 9-ին կայանալիք դիմընտրություններին մարզի գյուղական համայնքների մեծ մասում կրկնառաջադրումներ են առկա։ Գործող համայնքապետերը ցանկություն ունեն շարունակելու իրենց աշխատանքը նաև առաջիկա տարիներին։ Ասում են, ավարտին հասցնելու շատ գործեր դեռ կան։ Եթե նախագահի թեկնածուն երկու անգամ անընդմեջ առաջադրվելուց հետո այլևս չի կարող առաջադրել իր թեկնածությունն, ապա համայնքի ղեկավարի հարցում չկա նման սահմանափակում։ Մեր հանրապետությունում նրանք երկար են պաշտոնավարում, ասում են գրեթե միշտ անավարտ գործեր են մնում, որոնք հենց իրենք կարող են ավարտին հասցնել։ Սրանով էլ պայմանավորվում է գործող համայնքապետերի կրկնառաջադրումը։ Ես ձեռքիս հատ գործեր ունեմ անելու, եւ հետո ես ինձ լավ եմ զգում իմ աշխատատեղում։ Ես կարողանում եմ կատարել իմ աշխատանքը, ես կարողանում եմ Եվս նորից նոր ծրագրեր բերել համայնքի համար, այնպես որ ես դեռ չեմ սպառվել։ Առաջադրման համար բավականին լուրջ հիմքեր կային։ Շատ անգամ նաև ես ընդունում եմ երկար աշխատելու դեպքում նաև լճացման պայեր են նկատվում, բայց ընդհակառակը ամեն վերընտրվելուց հետո եւ ամեն տարի նույնիսկ տարի առ տարի ավելի շատ աշխատանք է կատարվել, ավելի շատ ներդրումներ են կատարվել եւ բնական է, որ պետք է առաջադրվեի։ Իրականացրել եմ բազմաթիվ ծրագրեր, ունեմ նորից կիսատ մի շարք ծրագրեր, որը մեկը մյուսին լրացնող է եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր համայնքապետ իրեն նախընտրական ծրագիրը կառուցում է իրեն անցած տարիների ու կատարածի շնորհիվ եւ իմ կարծիքով իմ ժողովրդիս համար տեսանելի է։ Առաջադրված տեխնացուները համոզված են, որ երկար տարիների փորձն ու համայնքաբնակների կողմից ունեցած վստահությունն եւս նպաստել է կրկին առաջադրվելու համար։ Համայնքապետը պարտավոր է տեղյակ լինելու իր բնակչի հոգսից ու կարողանա ժամանակին նկատել այն խնդիրները, որոնք ծառանում են գյուղացու առաջ։ Ազատան համայնքի ղեկավար Վարդանի Կիլիկյանը վստահ է, որ համայնքապետից շատ բան է կախված։ Պատահական մարդիկ այսօր գալիս դառնում են համայնքի ղեկավարներ, տեղյակ չլինելով համայնքի խնդիրներից, ծանոթ չլինելով ժողովրդի առօրյային, ծանոթ չլինելով այսօր համայնքում ինչ գերխնդիրներ կան, դառնում են համայնքի ղեկավարներ այս ու այն ճանապարհներով եւ բնականաբար ընթացքում աշխատանքը չի ստացվում, արդյունքում տուժում է համայնքը։ Որպես համայնքի ղեկավար առաջի հերթին առաջնայինը դա ազգաբնակության հետ աշխատանքն է։ Համայնքապետը իր բոլոր ցուցանիշներով եւ աշխատասիրությամբ եւ իր հոգեբանական կարողություններով եւ կարգապահությամբ առաջի հերթին պետք է առաջին դիրքերում լինի, որովհետեւ ժողովուրդը հետևեն իրեն։ Շիրակի մարզի Արեգնադեմ համայնքի կին ղեկավարը պաշտոնավարում է արդեն 7 տարի անընդմեջ, այս ընտրություններում էլ է առաջադրվել։ Ասում է կինը եւս կարող է ղեկավարել համայնքը առանց ավելորդ խնդիրների։ Արեգնադեմի համայնքապետի պաշտոնի համար պայքարում են 2 տեխնացու, գործող համայնքապետն ու նույն գյուղի բնակիչ Աշոտ Խաչատրյանը։ Իսկ թե համայնքաբնակները ում կընտրեն, պարզ կդառնա սեպտեմբերի 9-ից հետո միայն։ Կինը ավելի պատասխանատու է եւ այսօր շատ պակաս է զգացվում մեր եւ կառավարությունում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց պակասը շատ է զգացվում։ Մարդիկ եթե ընտրելու իրավունք ունեն, նաեւ ունեն ընտրվելու իրավունք։ Այսօր մարդիկ եթե կարդում են ռական օրենսգիրքը, շատերը կարդում են, որ համայնքի ղեկավար կարող է լինել 25 տարին լրացած եւ այլն ըստ գործող օրենքի, շատերը մտածում են, թե բոլորը կարող են լինել համայնքի ղեկավար։ Այսօր համայնքի ղեկավար լինելը շատ պատասխանատու գործ է։ Մարզի 86 համայնքում, որտեղ անցկացվելու են համայնքապետի հեշտական ընտրություններ, գործող համայնքապետերից շատերը կրկին պայքարելու են վերընտրվելու համար։ Այս պայքարում կանխատեսվում է, որ պայքարը թեժ է լինելու։ Էլիզա Ֆրանգուլյան, Խաչատուր Գևորգյան, Աստարար։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը օգոստոսի 23-ին գործադիր մարմնի հերթական նիստն է հրավիրելու, որը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին Նյուսկետայմի թղթակցի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի հանրապետական падգամավոր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Վերջինս սակայն տեղյակ չէր, թե օրակարգում ինչ հարցեր են քննարկվելու։ Ավելի վաղ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Նյուսկետայմի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ օգոստոսի առաջիկա շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն պատրաստվում է հերթական գործադիր մարմնի նիստ հրավիրել։ Բնականաբար կքննարկենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր եւ կլինեն համապատասխան վերլուծություններ տարբեր տարածքների վերաբերյալ, ասել էր Գալուստ Սահակյանը։ Կառավարության մամլոյցարայությունից հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մովսես Քարտաշյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի պետի տեղակալ։
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների ամփոփագրի օգոստոսի 12-ից 18 ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապանների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 գրակոց։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվության բաժնից հայտնում են, Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ նախահարցակ գործողություններին շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին եւ առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել են մարտական դիրքերի պաշտպանություն։ Միացյալ Նահանգները Սիրիայում կգործի շրջանցելով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, քանի որ վստահ չէ, որ անդամները կարող են համաձայնության գալ այդ երկրում խնդրի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Սիրիայում ՄԱԿ-ի արաբական երկրների լիգայի նոր հատուկ բանագնաց Լադար Բրահիմին միջազգային հանրության առավել վճռական աջակցության հույս ունի։ Դիվանագետը նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել նախկին օրակարգով Սիրիայում արյունահեղությունների դադարեցման ու քաղաքական փոփոխությունների հասնելու համար, եթե պահանջվի կգործի ՄԱԿ-ի շրջանակներից դուրս։ Միացյալ Նահանգները կդիտարկի Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու հարցը, եթե Բաշար ալ-Ասադի վարչակազմը կիրառի քիմիական կամ կենսաբանական զենք։ Միջազգային լրատվական գործակալությունների տեղեկացմամբ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման։ Օբաման զգուշացրել է, թե Կարմիր գծի հատում դարկվի ոչ միայն քիմիական կամ կենսաբանական զենքի օգտագործումը, այլև նման զինամթերքի արսենալի տեղափոխությունները, ինչը կվկայի դրանք օգտագործելու նախապատրաստական աշխատանքների մասին։ Սպիտակ տան ղեկավարը նաև կասկած է հայտնել, թե Սիրիայի տարածքում քիմիական զենքի պահպանությունը հուսալիորեն է իրականացվում եւ որ ԱՄՆ-ի մտահոգություններն այս հարցում կիսում են նաև դաշնակից պետությունները։ Սիրիայում կառավարական ուժերը գրոհել են Դամասկոսի Մուդամիե թաղամասը, որը գտնվում են դիմադրիների վերահսկողության ներքո, սպանվել է առնվազն 23 ապստամբ։ Այս մասին հայտնում են տեղի համակարգող կոմիտեների ներկայացուցիչները։ Ընդդիմադիր ազգային խորհուրդն էլ մեղադրել է լիբանանյան իշխանություններին այս երկրում Սիրիայի քաղաքացիների ձերբակալություններն ու առևանգումները կասեցնել չկարողանալու մեջ։ Խորհրդի տվյալներով վերջին մի քանի օրերին Լիբանանում 35 սիրիացի է առևանգվել։ Սիրիացին դիմադրիները դրանում մեղադրում են վարչակազմի դաշնակից հանդիսացող լիբանանյան Հեզբոլլա շարժմանը։ Վերջինս սակայն հերքում է այդ հանցագործություններին իր մասնակցությունը։ Նարա Մելքոնյան, Ազդարար։ Ռումինիայի սահմանադրական դատարանը երկրի նախագահ Տրայան Բեսեսկուի իմպիչմենտի հանրաքվեն անօրինական է ճանաչել։ Հանրաքվեի արդյունքները անվավեր են ճանաչվել, քանի որ մասնակցության տոկոսը կազմել է 46%։ Հանրաքվեի կայացման համար անհրաժեշտ է ձայնի իրավունք ունեցող բնակչության ոչ պակաս, քան 50% մասնակցություն։ Ինչպես հայտնում է Գազետա.ru-ն, վկայակոչելով ռումինական լրատվամիջոցները, սոցիալ-լիբերալ միության ձախակողմյան ընդդիմությունը հայտնել է, որ բնակչության մասնակցության թիվը ռումինական իշխանությունների կողմից նվազեցվել է, ինչի արդյունքում հանրաքվեն անվավեր է ճանաչվել։ Միջազգային լուրերի հետևեք նաև տեսաշարով։ Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ այն թափում, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանի մոտակայքում, ոստիկանական բաժանմունքի մոտ կանգնած ավտոմեքենայի պայթելու հետևանքով 8 մարդ զոհվել է, 50-ից ավելի մարդ վիրավորվել է։ Պայթյունի հետևանքով 2 ուղևորատար ավտոբուս հրդեհվել է, վնասվել են շրջակայքում գտնվող ավտոմեքենաները, տների եւ խանութների պատուհանների ապակիները կոտրվել են։ Վիրավորվածների մեջ ոստիկաններ էլ կան։ Թուրքիայի անվտանգության մարմիններն ահաբեկիչներին հայտնաբերելու եւ ձերբակալելու լայնածավալ գործողություններ են սկսել։ Թուրքական ԶԼՄ-ները նաև հայտնել են, որ հարավ-արևելյան Հաքքարի նահանգում քուրդ զինյալների տեղադրածականից պայթել է ճանապարհով անցնող թուրքական զինված ուժերի զրահամեքենան եւ գլորվել ծորը։ Պայթյունի հետևանքով 2 զինվորական զոհվել է, 1-ը վիրավորվել։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։ 25 մարդ է զոհվել Վենեսուելայի բանտերից մեկում կալանավորների միջև տեղի ունեցած բախման հետևանքով, եւս 43 մարդ վիրավորվել է, նրանցից 14-ը կալանավորների հարազատներն են, ովքեր կռվի պահին գտնվում էին բանտի տարածքում։ Կոնֆլիկտային իրադրության համար առիթ է դարձել պատահական կրակոցը, որն արձակել է կալանավորների մրցակցող խմբավորումներից մեկի բարագլուխը, ասել է պատժական գերատեսչության ղեկավարը։ Դրանից հետո ամեն ինչ ընթացել է փրկվիր թե կարող է սցենարով, ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով անցյալ տարվա ընթացքում Վենեսուելայի բանտերում զինված բռնության զոհ է դարձել 500 մարդ, եւս 1.500 բանտարկյալ վիրավորվել է։ Այս տարվա հունվարից մինչև հունիս սպանվածների թիվն արդեն անցել է 300-ից։ Եթովպիան ավելի քան 20 տարի ղեկավարած վարչապետ Մելես Զենավին օգոստոսի 21-ի գիշերը մահացել է։ 57-ամյա Զենավին բուժման նպատակով գտնվում էր արտերկրում։ Շրջանառվող լուրերի համաձայն նա գտնվում էր Բրյուսելում, սակայն իշխանությունները չեն հաստատել այս տեղեկությունը։ Եթովպիայի սահմանադրության համաձայն կառավարության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխվարչապետը։
Ֆելեզ Զենավին իշխանության է եկել 1991 թվականին բռնապետ Մենգուստո Հայլեմարիամի տապալման արդյունքում։ Վերջինիս կառավարման օրոք երկրում տարբեր հետազոտությունների համաձայն մահացել է 200,000-ից մինչև 3 միլիոն մարդ, այդ թվում սովից։ Օգոստոսի 20-ին տեղի ունեցած փորձայի վաճառքի ժամանակ Apple ռեկորդ է սահմանել, դառնալով բիզնեսի պատմության մեջ ամենաթանկ հանրային ընկերությունը։ Այսպիսով Apple-ը կրկնել է դեռևս 1999 թվականին Microsoft-ի կողմից սահմանված ռեկորդը։ Այնուհանդերձ բացարձակ ռեկորդագիր է համարվում Microsoft-ը, որի ինքնարժեքը չնայած ճգնաժամին 1999 թվականին կազմել է $850 միլիարդ։ Մասնագետների կարծիքով Apple-ի բաժնետոմսերի բարձրացումը կապված այն հայտարարության հետ, ըստ որի հաջորդ ամիս կթողարկվի iPhone-ի երկար սպասված նոր տարբերակը։ Տեղի նորություններից Շիրակի մարզի Թորոս գյուղում օգոստոսի 21-ին տեղի ունեցել մշակույթի տան բացման արարողությունը, որին թորոսցիներից բացի մասնակցել են նաև տարբեր կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվիրակություն ժամանած Ռուսաստանի Դաշնությունից։ Մշակույթի տան հանդիսավոր բացման արարողության պատիվն ընձեռվեց Մոսկվայից ժամանած հայտնի բարերար Վլադիմիր Ռուդակովին։ Նրա ձեռքով կտրվեց կարմիր ժապավենը։ Թորոսի այս մշակույթի տունը 1988 թվականի աղետի ժամանակ փլուզվել է ամբողջությամբ։ Երկրաշարժից հետո այն վերստին կառուցվել է։ 2007 թվականին մասամբ իրականացվել են տանիքի վերանորոգման աշխատանքներ։ Այնուհետև 2011-ին տրվել է կառույցի վերանորոգման նոր մեկնարկ։ Շուրջ 1 տարում այն հիմնանորոգվել է։ Երիտասարդությունը կունենա զբաղմունք, ունենք շատ լավ երեխաներ, եւ երգչուհիներ, եւ պարողներ, եւ նկարիչներ։ Իմ կարծիքը հետևյալն է, կունենանք խմբակներ, մշակույթի տունը բնական գործի։ Շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ 32 միլիոն դրամը տրամադրել է բարերարը Վլադիմիր Ռուդակովը։ 365 բնակիչ ունեցող Թորոսը նրա շնորհիվ ժամանակակից ոճով կառուցված մշակույթի տուն ունի արդեն։ Շատ կարևոր է, որ շատ երեխաներ աշխարհի տարբեր երկրներում ունենան հնարավորություն առաջ գնալու, բարգավաճելու, դառնան լավ մասնագետներ, մշակույթի գործիչներ, գրողներ, երգիչներ, երգարաններ։ Հարգելի հայր, այս ամենը նպաստի հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։ Արտաքինից գեղեցիկ այս կառույցը ունի ճարտարապետական հետաքրքիր լուծումներ։ Ներսում գործելու են առանձին դահլիճներ, պարի, երգի եւ այլ խմբակների գործունեության, ինչպես նաեւ հանդիսությունների սրա տարբեր միջոցառումներ անցկացնելու համար։ Ցանկալի է այս տեսակ գեղեցիկ հարմարավետ բեմ ունեցող մշակույթի տանը, ինչու՞ չէ վերջի զանգ, ցանկացած միջոցառում, այնինչ պահանջվում է դպրոցից, ինչու՞ չէ համայնքից։ Երիտասարդությունը այստեղ իրանց համար զբաղմունքը կգտնի, ձմեռը ճիշտ է, երիտասարդությունը բարապ է մնում, գոնե այստեղ զբաղմունք կգտնի իր համար հաճելի։ Սա մեր գյուղի պարծանքն է արդեն դարձել։ Ցանկացած նման ոնց կարելի ասել մշակույթի տներ, ցանկացած որևիցե ինչ-որ մի նորություն գյուղում լինելը դա մեծ նշանակություն ունի այսօրվա մեր գյուղի երիտասարդների համար։ Կան դահլիճներ, հասարակ սրաններ են կառուցել, սկոսրաններ, որոնք նորից մեծ նշանակություն ունեն գյուղի հասարակության համար։ Հերթը մարզի մյուս գյուղական համայնքներին է ժամանակին գյուղերում ակտիվ հանգստի վայրեր հանդիսացող մշակույթի տները կրկին պետք է ծառայեն իրենց նպատակին։ Հեղինե Մանուկյան, Անդրանիկ Բարբարյան, Ազդարար։ Լրացել է Գյումրու շախմատի դպրոցի տնօրեն Հասմիկ Խալիկյանի մարզչական գործունեության 30 տարին։ Իր աշխատանքի ընթացքում Հասմիկը զգալի ձեռքբերումների է հասել, սակայն ամենամեծ հաջողությունը նա համարում է մատաղ սերնդի հետաքրքրությունն այս ինտելեկտուալ մարզաձևի նկատմամբ։ Հասմիկ Խալիկյանը կաբինետային չէ, նա էությամբ է մարզիչ, եւ ամեն օր դերասների հետ աշխատանքը նրա համար դարձել է հոգու թելադրանք։ 30 տարի անընդմեջ նա աշխատելով մատաղ սերնդի հետ ուրախացել է իր սաներից յուրաքանչյուրի հաջողություններով, տխրել նրանց պարտություններից, սակայն ոչ պակաս կարևոր է համարում աշխատանքը հոգեբանական առումով։ Շախմատիստը ձևավորվում է նախևառաջ որպես օրինավոր քաղաքացի, հայրենիքին պիտանի մարդ։ Ուստի եւ մատաղ սերնդի հետ ամենօրյա շփումները նրա համար դարձել են կյանքի անբաժանելի գործընթաց, ասել է թե սիրելի աշխատանք։ Երեխաների հետ աշխատանքը շատ եւ հետաքրքիր է եւ դժվարություններ ունի եւ շատ կարեւոր է, ամենակարևոր բանը երևի կյանքում հենց երեխաների հետ աշխատանքն է։ Այստեղ ճիշտ է շախմատի գծով ենք մենք աշխատում, բայց դպրոցում
Հենց սկզբից ուղղությունը դրված է այն բանի վրա, որ նաև երեխային ճիշտ դաստիարակությանը նպաստել։ Մարզօջախի աջակցությունները միանձնյա իրեն չի վերագրում։ Այսօր դպրոցում տկնում են այնպիսի շախմատային հեղինակություն, ինչպիսիք են ուսմասվար Վալոդյա Մնասականյանը, Զաուր Սուքյասյանը, միջազգային վարպետներ Վահագն Խաչատրյանը, Դավիթ Քալաշյանը եւ ուրիշներ, որոնցից յուրաքանչյուրի լուման զգալի է դպրոցի ընդհանուր աջակցություններում։ Շախմատը ինքը իրենով եւ իհարկե մենք մարզիչներով մեր ամբողջ այս հանրույթով փորձում ենք երեխաների դաստիարակությունը ճիշտ ուղղության վրա դնել, հատկապես շախմատի միջոցով օգնել զարգացնել նրանց մեջ աշխատասիրությունը հատկապես շատ կարևոր է եւ մնացած դրական հատկանիշերը պայքարելու ընդունակություն, արագ մտածելու ընդունակություն, մեծերի հետ շփվելու ճիշտ ձև Հասմիկյանը ժամանակին հաղթել է ԽՍՀՄ ժողովուրդների շախմատային պատանեկան թիմային Սպարտակիադայում, ապա հաղթանակի է հասել Հայաստանի կանանց առաջնությունում ու գտնում է, որ միայն աշխատասիրության եւ անմնացորդ նվիրվածության շնորհիվ կարելի է շախմատում հասնել ցանկալի բարձունքի։ Հասկանալի է, որ հիմա դուք սպասում եք, որ ինչ-որ մեծ հաջողությունների մասին է, որ եւ մեր սաներից կարողանան ավելի մեծ նվաճումներ ունենալ, դա իհարկե շատ բոլոր ցանկացած մարզիչի համար յուրաքանչյուր մարզիչ էլ կհասկանա, կընդունի, որ կուզենա, որ իր սանը կամ իր ղեկավարած մարզադպրոցի սանը հասնի մեծ սպորտային նվաճումների, բայց իհարկե շատ ավելի կարևոր է, քանի որ աշխատում ենք Գյումրիում եւ մեր Գյումրիի երեխաները շատ այդպես մեծ հետաքրքրությունների շրջանակ չունեն, կուզենանք, որ իրենց կյանքը, ճիշտն ասած, ավելի հետաքրքիր դարձնել։ Հպարտությամբ է խոսում իր սաներից արդեն միջազգային մրցասպարեզներում թրծված Անի Իվանյանի, Աստղիկ Խալիկյանի, Նորայր Թորոսյանի, Գոր Գրիգորյանի մասին, իսկ Կարեն Հովհաննիսյանը խաղալու է Հայաստանի առաջին խմբի առաջնությունում եւ այս ձեռքբերումները համարում է ամբողջ մարզօջախի ներդաշնակ աշխատանքի արգասիքը։ Սամվել Աղանյան, Ազդարար։ Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում անցկացված Օփենում 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր եւ նվաճել 3-րդ մրցանակը։ Հակոբյանը միայն կես միավորով է ետ մնացել հաղթողից Գրոսմայստեր Թիմուր Գարեևից, մրցաշարին մասնակցում էր 56 շախմատիստ։ Գրիգոր Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Մարինգա քաղաքում անցկացված Օփենում 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր եւ բաժանել 2-ից 4-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով Մխիթարյանին շնորհվել է 3-րդ մրցանակը։ Արմեն Բրուդյանը 6.5 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը։ Իսկ վերջում մեկ հայտարարությամբ եզրափակենք թողարկումը։ Օգոստոսի 22-ին ժամը 16-ին Գյումրու կինոհոկտեմբերի դահլիճում քաղաքը մերն է քաղաքացիական նախաձեռնությունը հանրությանը կներկայացնի իր ավականու անդամության իր 7 տեխնացուների ու մշակած Գյումրու զարգացման ծրագիրը։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ավականու անդամության մեծամասնական տեխնացուների թիմը հասարակության դատին է հանձնելու համայնքային տնտեսության բարեփոխման եւ համայնքի զարգացման թիմային նախընտրական ծրագիր։ Լինելու է շահագրգիռ քննարկում, հարց ու պատասխան տեխնացուների մուտքն ազատ է։ Այսպիսին էր այժմի լրատվությունը, ամփոփ տեղեկատվության կարող եք հետևելով այցելել 3w.am ինտերնետային կայքեջ։